նա է, որ մենք մեր հասարակությունը, մեր ժողովուրդը պետք է որոշի։ Վերջիվերջով մենք ընդդիմանում ենք այդ քայլերին, որը իրականացնում է այսօրվա իշխանությունը եւ Նիկոլ Փաշինյան։ Մենք ընդդիմանում ենք, թե ոչ։ Եկեք հասկանանք վերջիվերջով որոշողը մենք պետք է լինենք։ Ոչ թե պիտի սպասենք, թե ինչ է ասելու դրսից որևէ մեկը, թե դուք ոնց պիտի վարվեք, կամ ինչ պիտի անեք եւ այլն։ Սա շատ աններելի իրավիճակ է։ Եվ այս պարագայում, թե ինքը իբր ստացել է քվե, որպեսզի իրականացնի այն ինչ որ ինքը որոշել է, այդ սուտ է։ Որովհետեւ որպեսզի դու կարողանաս այդպիսի ճակատագրական քայլ կատարես, դու առնվազն ամենաբացարձակ մեծամասնության համաձայնությունը պետք է ստանաս հասարակության։ Հանրաքվե չի ուզում անել, որովհետև հասկանում է, որ դա շատ բարդ պրոցես է լինելու, եւս մեկ անգամ այդպիսի առելի կեղծիքներով գնալ, այստեղ արդեն ընտրությունները չեն, այնտեղ 2/3 է պահանջվում եւ այլն։ Ուրեմն կնշանակի, որ ինքը ինչ է ձգտում, ինչի չի տալիս այդ մանդատները, որպեսզի ունենա վերջապես սահմանադրական մեծամասնություն եւ իրականացնի այն, ինչ որ ինքը որոշել է։ Որովհետեւ պարտավորությունները, իր անձնական պարտավորությունները, դա բացահայտ է արդեն։ Հստակ է, որ այդ պարտավորությունները կան, որ այդ պարտավորությունների մեջ գալիս է եւ սահմանադրության փոփոխությունը, եւ այն, որ իսկապես դրանից հետո երաշխիքներ պետք է լինեն, որ այսպես կոչված արևմտյան Ադրբեջան վերադառնան այն մարդիկ, որոնք համարում են, որ դա իրենց պատմական հողերն են, հայրենակը։ Դուք զգացել եք ինչ է կատարվում։ Ադրբեջանցիները հետեւյալ մի հատ տակտիկա են վերցրել։ Մենք նրանց մեղադրել ենք, որ դուք ցեղասպանություն եք կատարել, հիմա նրանք են ասում, չէ, դուք եք ցեղասպանություն։ Մենք ասում ենք, դուք մեր հոգևոր մշակութային հարստությունը ոչնչացնում եք, հիմա Ալիևը հայտարարում է 50 մզկիթ եք ուրեմն ոչնչացրել։ Որտեղից է վերցել այդ թիվը, որտեղ են եղել այդ մզկիթները, Հայաստանում ընդամենը 1-2 մզկիթ է, այն էլ վերականգնված են։ Արցախում է վերականգնվել մզկիթը։ Այդ որտեղ են իրենք ոչնչացրել 7 շրջաններում, որոնք որ ազատագրվել էին։ Ոչ, այնտեղ էլ համապատասխան գործողություններ է արվել, որպեսզի պատերազմի ժամանակ, երբ որ Ադրբեջանը հրահրել է պատերազմ եւ ռմբակոծել է եւ Ստեփանակերտը եւ ամբողջ Արցախը, այո, այդ ժամանակ կարող է պատահի մեր պատասխանը եղել է նաեւ այդպիսի շինությունների վրա։ Շատ հնարավոր է։ Բայց մեղավորը դուք եք։ Դուք եք հրահրել այդ ագրեսիան, դուք եք եկել հարձակվել մեր ժողովրդի վրա։ Եվ ստացել եք համապատասխան այն ինչ որ արդյունք, որը կար։ Հիմա մենք ասում ենք, որ էթնիկ զտում է եղել, Արցախը ամբողջովին հայաթափվել է, իրենք ասում են Հայաստանից ուրեմն 300,000 ադրբեջանցի հեռացել է, 1000 անգամ կրկնել ենք, նորից եմ ասում, չի եղել 300,000, 150,000, եկվորներ են եղել այստեղ, ոչ ոք իրենք չեն ունեցել Հայաստանում պատմական հողեր։ Չի եղել այդպիսի բան, որտեղ իրենք ընդհանրապես Ալթայից եկած ուրեմն օրդաներ են։ Ուրեմն կնշանակի մեր իրավունքն է ամեն անգամ դրա մասին խոսելը, ոչ թե իրենց։ Եվ այս պարագայում բերանները ջուր եք առել, չեք էլ խոսում դրա մասին, որ աններելի է։ Դա ասում եմ, նորից եմ կրկնում, դե գնա Ալիևին ասա, մի ասա այդպիսի բաներ։ Եթե նա խաղաղություն է ուզում, նա ուզում է ձեզ այդ համապատասխան համերաշխ ապրելու, դե թող ձայնը կտրի, այլևս բերանը չբացի, թե իբր ուրեմն մեր օրինական պահանջն է, որպեսզի մեր իբր իրենք գան մեր պատմական հողերում, իրենց պատմական հողեր արձակեն։ Ինչ է հետևանքը, գլխավորը հարցը դա է։ Հետևանքը նա է, որ այդ ասում եք կորիդոր չի, հա, դե բա որ կորիդոր չի, չեն իրենք ամեն օր այդ ասում։ Ինչ է բաղջելին, քանի տարի է մենք Նախիջևանի մասին խոսում ենք։ Արդեն 10-15 տարի երևի մենք լուսահոգի Նավասարդյան Արմանի հետ անընդհատ զգուշացնում էինք, որ ուրեմն Նախիջևանը դառնում է ռազմական պոլիգոն, որ Նախիջևանը հիմնական այն պլացդարմն է, որտեղից Թուրքիան պետք է մխրճվի եւ անցնի Հայաստանով, որպեսզի միավորի իր թուրքալեզու պետությունները։
Հո առաջին անգամ չենք ասել։ Խուլ էիք, չէիք հասկանում, ինքներդ չէիք տեսնում, ինչ է կատարվում։ Հիմա օրդուբադում հավաքվում են, տեսեք ինչ լկտի հայտարարություններ են անում։ Բա ձեն չկա այստեղից, բա արտաքին գործերի նախարարություն, բայց չեք արձագանքում։ Բա Նիկոլ Փաշինյանն ինչի՞ չես գնահատական տալիս այդ ամեն ինչին։ Իսկ ովքեր որ դրա մասին խոսում են, համարում են, որ հա դուք ուզում եք որ պատերազմ լինի, պատերազմ բերողը դուք եք։ Բերել եք եւ հիմա էլ շարունակում եք բերել։ Որովհետեւ այն մարդը, որը որ կուլ է տալիս ամեն մի այդպիսի հալածանք, բարոյական հալածանք, ոնց կուզեք, ֆիզիկական հալածանք, ինքը վերջով պարտվում է։ Ինքը վերջով պետք է անպայման դառնա ստրուկ։ Եթե դուք չեք դիմադրում դրան։ Ուզում եք սովորեցնեք հայ ժողովրդին, որպեսզի այդպիսի մտածելակերպով հոգեբանությամբ շարժվի, չի լինելու դա։ Չի լինելու, որտեղ հայ ազգը ամեն տեսակի ծանր իրավիճակներ է տեսել, բայց նորից վերածնվել է, նորից վերակենդանացել է, նորից զարգացել է։ Անկամ ցեղասպանությունից հետո խորհրդային 70 տարվա ընթացքում այդպիսի ծաղկուն ժամանակաշրջան ունեցավ հայ ժողովուրդը։ Զարգացնելով իր ազգային գրականությունը, ազգային արվեստը, ազգային ամեն ինչ ազգային։ Եվ դա փաստ է։ Այս է խնդիրը, որ մենք հիմա այսօր ունենք մի բան, այսպիսի ապազգային մտածելակերպով մարդկանց հեռացնել իշխանությունից։